Իսկ հիմա շատ ուշադիր ու լուրջ, շատ ուշադիր ու լուրջ։ Իրանի դեմ պատերազմը սկսվեց իսկապես լայնածավալ պատերազմական գործողությունների փուլը։ Եվ դա տեղափոխվելու է Հայաստանի տարածք, դա պարտադիր տեղափոխվելու է Սյունիք, եթե, հիմա այդ եթեին, երբ տարվա սկզբում ես հայտարարեցի, որ Ադրբեջանը մտնելու է Սյունիք, որ պատերազմը անխուսափելի է էսկալացիան տարածաշրջանում մեր երկրի դեմ անխուսափելի է։ Ես նկատի եմ ունեցել ոչ թե մակերեսայնորեն երևացող պրոցեսները Հայաստանի շուրջ ռեգիոնում, այն ինչ որ ընդհանրապես նետվում է տեղեկատվական դաշտ ու ինչ որ գիտի միջին վիճակագրական հայաստանցին, այլ նկատի եմ ունեցել 20-ից ավելի տարիների ընթացքում տեղի ունեցող գործընթացներ, երկարաժամկետ հեռանկարով գործընթացներ եւ դրանց վերլուծությունը։ Երբ 2018 թվականին, երբ բոլորը էյֆորիայի մեջ սպասում էիք միայն լավը, սպասում էիք միայն բարին, ոգևորված թե Հայաստանով, թե Հայաստանի շուրջ, թե ապագայի հետ կապված ցանկացած առումով 2018-ի հենց սկզբին հեղափոխական ավանտյուրայի սերժանիկոլական փոխադրությունից, տեղափոխությունից անմիջապես հետո Բերլինում պարլամենտում Գերմանիայի, Լյուքսեմբուրգում նրանց պարլամենտում, Մոսկվայում, Հայաստանում բնականաբար Երևանում քանի անգամ հրապարակային ելույթներ եմ ունեցել ու ասել, որ անխուսափելի է պատերազմը, որը սկիզբ է առնելու Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից, իսկ հետո տարածաշրջանային մեծ էսկալացիա։ Ինչու? Որովհետև հիմա էլ ավելի ուշադիր, որովհետև աշխարհում կա 70 տրիլիոն դոլարից ավել կանխիկ փող։ Այս պահի դրությամբ տարբեր տեղերում շրջանառության մեջ գտնվող, փոխանակվող գործարքների մեջ տեղ գտնող 25 տրիլիոնից ավել փող, 25 տրիլիոնից ավել, այս պահին, այս րոպեին, ցանկացած րոպեին 60 տրիլիոնից մի փոքր քիչ կա ներդրված կանխիկ փող պահվող բանկերում, տարբեր ձևերով, տարբեր ձևաչափերով, ավանդների տեսքով, չգիտեմ, այլ ձևերով, այլ ֆորմատներով։ Այսինքն ընդհանուր առմամբ 80 տրիլիոնին մոտ կանխիկ փող աշխարհում։ Այլ արժեքային դրսևորումներով դոլարի վրա փոխակերպվող, դոլարի տեսքով փոխակերպվող նյութական արժեքները հենց դոլարի հետ կապակցված հասնում են շուրջ 100 տրիլիոնի, աշխարհով մեկ։ Այսինքն աշխարհը այդքանով կախված է դոլարից, այդքանով դոլարիզացված է։ Ուշադրություն։ Երկու արժույթ հետո ճապոնական եւ բրիտանական հաջորդը իր նշանակությամբ աշխարհում եւ արժեքով առաջին հերթին Մեծ Բրիտանիայի արժույթն է, անգլիական ֆունտ ստերլինգով։ Ուշադրություն։ Մեծ Բրիտանիայի ամենախոշոր ոսկուց հետո արժույթ ապահովող, փորձում եմ պարզ հանրամատչելի ձևակերպումներով ասել, զերծ աշխարհաքաղաքական եւ մակրոտնտեսական եզրույթներից ու տերմինաբանությունից։ Ոսկուց հետո աշխարհում երկրորդ ֆունտ ստերլինգովի ապահովող արժեքը ապահովող, այսպես ասած, երևույթը, նյութը նավթն է, որը հիմնականում դեպի անգլիական, մեծ բրիտանական, անգլոսաքսոնական ու նաև ամերիկյան ուղղություն հոսում է British Petroleum-ի խողովակներով։ British Petroleum-ի ամենամեծ ներկայացուցչությունը բազանստեյության, որտեղ կա շուրջ 4000 աշխատող, 4000 օֆիսային աշխատող, 4000 մտավոր եւ թղթաբանական աշխատանք կատարող մարդկանց քանակ 4000 տեղակայված են ոչ այլուր, քան Ամերիկայի Միացյալ Նահանգների Խյուստոն քաղաքում։ Դոլարը ինքնին ոչ մի բանով չապահովված արժույթ է աշխարհում, ինչի մասին կարծում եմ դուք գիտեք, կարծում եմ դա գիտի մոլորակի միջին վիճակագրական ցանկացած քաղաքացի, միջին վիճակագրական գիտելիքներով, տնտեսական կամ քաղաքական, տնտեսագիտական կամ քաղաքագիտական գիտելիքներով։ Ուստի, եթե ֆունտի դեպքում
Ուշադրություն կենտրոնանում են ֆունտի վրա ինչու, որովհետև British Petroleum-ի խողովակը գոյություն ունի եւ նավթա ֆունտային տվյալ դեպքում հոսքը գոյություն ունի։ Ուրեմն, եթե ֆունտին անդրադառնում եմ այդ պատճառով եւ կապում եմ նավթի հետ, ապա դոլարին անդրադառնում եմ այն պատճառով, որ դա աշխարհի ամենաշատ եւ ամենաչափահովված արժույթն է։ Ընդ որում համար 1 արժույթը իր քանակով համաշխարհային տնտեսության վրա, աշխարհի մոլորակի վրա ազդեցության առումով, քանակի եւ այսպես պատվածության առումով։ Ինչ կերպով է պահպանվում դոլարի արժեքը, գինը, նշանակությունը, կուրսը մյուս արժույթների նկատմամբ վերջին տասնամյակների, եթե ոչ ավելի շատ, համենայն դեպս Միացյալ Նահանգներում մեծ դեպրեսիայի, տնտեսական անկումի, կոլապսի շրջանից հետո, հատկապես երբ դոլարին տրվեց օրենքի ուժով, իսկ հետո փաստացի ապահովեց դրա համար ամենաանհրաժեշտը ռեզերվային արժույթի կարգավիճակ։ Ինչ ձևով, միայն մեկ ու բացառապես մեկ ձևով, քցելով, իջացնելով մյուս մրցակից արժույթների գինը, նշանակությունը եւ ազդեցությունը աշխարհում համաշխարհային տնտեսության վրա։ Ինչով, արժեզրկելով կամ գրավելով, զավթելով, խլելով այն ռեսուրսները, որոնցով ապահովում են այդ արժույթները։ Գունավոր մետաղներ, հանքահունք, օգտակար այլ հանածոներ, նավթ, հատկապես նամանավանդ ու առաջին հերթին։ Նավթ, հատկապես ու նամանավանդ։ Աշխարհում երրորդ նավթը, որի նկատմամբ որսն իրականացնում են արդեն 150-200 տարի մոտավորապես բրիտանական եւ մի փոքր էլ դրանից քիչ ամերիկյան, այսպես որսորդները։ Երրորդ նավթը աշխարհի, որը որսում են, նրանք գտնվում է ոչ այլուր, քան Իրանում։ Երրորդ նավթը, երրորդ, չորրորդ չէ, ինչպես մտածում են շատերը, 5-րդ չէ, ինչպես խոսում են տարբեր, չգիտեմ ինչու վերջերս լսել եմ վերլուծաբաններ կամ իբր մասնագետներ, ոչ էլ ամենա այսպես շատ հեռանկարային պաշարներ ունեցողներից մեկ, այլ հենց երրորդ, ոչ ավել, ոչ պակաս։ Շուրջ 158 տրիլիոն, տվյալ պահի դրությամբ 158 ներողություն միլիարդ 158 միլիարդ բարել պաշարով, պոտենցիալով 158 միլիարդ բարել պոտենցիալով այս պահի դրությամբ։ Հենց դրա հետևից են ընկած աշխարհի գլոբալիստական ուժերը արդեն գործնական փուլում առնվազն վերջին 2 տասնամյակը, առնվազն։ Հենց այդ պատճառով Իրանի միակ փոքրիկ, այդ ամբողջ մեծ ահռելի պետության միակ փոքրիկ դեպի Եվրոպա, դեպի հյուսիս ու Եվրոպա դեպի հյուսիս արևմուտք տանող մի փոքրիկ հատվածը, որը Հայաստան-Իրան սահմանագծում է, ինչպես ձեզ բոլորիդ հայտնի է, դարձավ խնդրո առարկա նրանց համար։ Հենց դրա համար Հայաստանում կառուցվեց Պենտագոնի ֆիլիալ հանդիսացող, աշխարհում նախադեպը չունեցող, ամենամեծ Միացյալ Նահանգների դեսպանատուն կոչվող ռազմավարական նշանակության գերատեսչությունը, չգիտեմ ինչը, հաստատությունը, հիմնարկը, ձեռնարկությունը, ռազմավարական, հետախուզական, պաշտպանական, նույնիսկ իրենց տեսակետից նշանակության օբյեկտը, մի քանի հազար հատուկ նշանակության հմտությունների, գիտելիքների եւ կարողությունների տիրապետող հատուկ նշանակության, այդ թվում կիրառական գործածության առումով հատուկ նշանակության, հմտությունների տիրապետող մարդկանցից բաղկացած։ Յուրաքանչյուր մարդ, երթևեկելով Երևանի Իսակովի պողոտայով, հանգիստ կարող է դա արձանագրել, չհաշված մի քանի հարկ ստորգետնյա բունկերային տարածքները եւ չհաշված առանց պատուհանների բետոնապատ ու ներսում մի քանի սեկտորանոց, այսպես տարբեր առումներով անվտանգության նկատառումներից բաղկացած, անվտանգության նկատառումների առումով մի քանի սեկտորներից բաղկացած զրահապատ դռներով փակվող, ուրեմն հատուկ նշանակության տարածքները։ Համենայնդեպս այնինչ առերևույթ տեսնում եք, անմիջապես պիտի ձեր մեջ առաջացնի հարց. ինչու այսպիսի ահռելի ներկայացուցչություն այսպիսի փոքր երկրում։ Սրա մասին տարբեր իսկապես մտահոգ հայրենասեր մարդիկ խոսել են վերջին 20 տարին, առնվազն 20 տարի առաջվանից սկսած, երբ նոր դրվեց այդ ուրեմն կառույցի, այդ օբյեկտի, այդ
ռազմավարական նշանակության հաստատության առաջին քարը, պայմանական ասած։ Ինչու՞, որովհետև դա երկարաժամկետ տասնամյակների հաշվարկով ծրագրավորված գործողություն է, գործողությունների շարք էր, որը պիտի անպայման ավարտվի Իրանը զավթելով, Իրանը գրավելով։ Առնվազն վերջին 1.5 դարը բոլոր չերևացող ստորգետնյա, ստորջրյա, կուլիսային, չգիտեմ են մութ եւ հասկանալի ու անհասկանալի պատմությունների հետևում կանգնած է եղել հենց բրիտանա-ամերիկյան նավթային խողովակը իր շահառուներով, տերերով, ըստ էության աշխարհի գլոբալիստական տենդենսը զարգացնող աշխարհում միանձնյա ըստ էության միաբևեռ կառավարելու միտում ունեցող նկրտումներ դրսևորող ուժը, կլանը, չգիտեմ, մարդիկ, որոնց վրա էլ հենց աշխատում էր, որոնց համար էլ հենց աշխատում էր այն չարաբաստիկ սրիկան, շատ կոռեկտ եմ արտահայտվում, որովհետև այս եթերը այն հայաստանյան հասարակության համար ընկալելի էժան PR-ի ձևաչափի մեջ չի։ Սա տագնապ է, սա տեղեկություն է, սա կրկնում եմ տագնապ է լուրջ մտածող ու հասկացող մարդկանց համար, հույսով, որ կսկսեն արագ շարժվել եւ արագ գործել։ Հենց դրա համար էր անգլո-ամերիկյան նավթային կորպորացիայի ճորտ սրիկան բերվել Սերժ Սարգսյանի կողմից նշանակվել Հայաստանի Հանրապետությունում նախագահ։ Ֆունտադոլարային ծառա, որը քառորյա պատերազմի առաջին իսկ օրերին հայտարարեց, չգիտես ինչու հայտարարեց, որ Հայաստանը ոչ մի դեպքում չի հարվածելու ադրբեջանական նավթային հանգույցին։ Հայդեպ, Ադրբեջան։ Հենց Ադրբեջանն է այն առանցքային երկրներից մեկը, ի թիվս Միացյալ Նահանգների, Ավստրալիայի, Սաուդյան Արաբիայի, ի թիվս դրանց նավթային արքաների, հենց Ադրբեջանն է, որի պաշարների, եթե կարելի է այսպես ասել, սեփական ուղղությամբ տանելու պրոցեսին հիմնականում գրեթե 100%-ով տիրապետում է հենց անգլո-ամերիկյան խողովակաշարի տերերը, հենց British Petroleum-ը, ու հենց դրա կոնսուլտանտ Արմեն Սարգսյանը նշանակվեց Սերժ Սարգսյանի կողմից անգլիական, ադրբեջանական նավթային խողովակի պաշտպան Հայաստանի Հանրապետություն։ Հենց այս ամբողջ համատեքստում արևմտյան ուժերի ազդեցության տակ արևմուտքում սեփական երկրից տարած տաշած փողերը պահելու պատճառով ազդեցության տակ ընկած Սերժ Սարգսյանական իշխանությունը, Սերժ Սարգսյանա-փեսայական իշխանությունը սկսեց Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական բարեփոխում կոչված կոլեկտիվ պատասխանատվություն առաջացնող իբրև թե կոլեկտիվ պատասխանատվություն, միանձնյա պատասխանատվությունից երկրի ղեկավարից իբրև թե կոլեկտիվ պատասխանատվություն առաջացնող քաղաքական ներքաղաքական ավանտյուրան, որը պիտի բերեր հետո իբրև թե հեղափոխության, այսինքն զուտ կեղտոտ ներքին մարդկանց կյանքեր, մարդկանց հոգիներ ու կյանքեր, հոգիներ, գիտակցություն ու կյանքեր արժեցող իշխանափոխական այդ խաղին, որի հետևանքով պիտի տեղի ունենար հրահրված պատերազմ Տավուշում հայաստանյան զինված ուժերի կողմից, ինչպես հիշում եք Դավիթ Տոնոյանի օրոք մեդալաշաղի պատմությունները նկատի ունեմ եւ Ուազիկի պայթեցումները նկատի ունեմ, պրովոկացիոն դրանից հետո գործողություններն ու հայտարարությունները նկատի ունեմ Նիկոլա Լակոտական իշխանությունների, հենց Հայաստանի կողմից հրահրված այդ process-ով այնուհետև Արցախը Հայաստան է եւ վերջ Արցախի նախագահան մարզպետ է, բանակցություններ այլևս չեն լինելու, այլ հայտարարություններով եւ գործողություններով, ինչի արդյունքում եղավ պատերազմ, ինչի արդյունքում մեկուսացվեց, կոտրվեց, ջարդվեց, սահմանափակվեց ու շրջափակվեց Ղարաբաղը, Արցախը, որպեսզի այնուհետև հեշտ լինի այն վերցնել, մարդկանց կոտրել նաեւ ներսից, հուսալքել, արտաքսել ու վերցնել այդ տարածքը։ Վերցնել ինչի համար, որպեսզի դուրս բերվի տարածաշրջանից Ռուսաստանի ներկայությունը, այդ թվում ռազմական ներկայությունը, որը գոնե մեզ համար ողբերգական տրագեդիայի արդյունքում հայտնվեց կանգնեցնելով պատերազմը, հայտնվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում 2020 թվականին։ Կապիտուլյանտի հայտնի կապիտուլյացիոն ուրեմն փաստաթղթի ստորագրման արդյունքում, բայց դա էլ բավարար չէր, Արցախը պետք էր հանձնել ամբողջությամբ
այլ երկրի, այսինքն Ռուսաստանի ռազմական ներկայությունը պետք է այդտեղից հանել, որպեսզի հաջորդ քայլով Հայաստանի Հանրապետության տարածքից հանվի այլ երկրի, այսինքն Իրանի հետ դաշնակից եւ ինչպես գիտեք, հենց վերջերս ռազմավարական դաշնակցության ու փոխադարձ պաշտպանության վերաբերյալ, ինչպես նաև ռեգիոնում երրորդ ուժերի մասնակցության, ներկայության, ներգրավվածության դեմ համատեղ ուրեմն պայքարի բովանդակություն կրող պայմանագիր ստորագրող երկրները Ռուսաստանի Դաշնությունն ու Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Հենց սրանով է պայմանավորված, որ ընդհանրապես ամբողջությամբ ռեգիոնից պիտի հանեն նրանք, փորձեն հանել Ռուսաստանի զինված ուժերը, որովհետև նրանց պետք է Հայաստանի հարավը, նրանց պետք է Սյունիքը, նրանց պետք է Զանգեզուրը, այն պիտի կտրվի հենց թուրքերի ու ադրբեջանցիների միջոցով ՆԱՏՕ-ի, այսինքն Միացյալ Նահանգների հետ միացյալ ընդհանուր եւ Մեծ Բրիտանիայի հետ ու եվրոպական ամբողջ աշխարհի հետ միացյալ զորքեր ունեցող Թուրքիայի եւ ինչպես նշեցի արդեն տոտալ վերահսկվող համենայն դեպս նավթ փող կոնվերտացիայի արդյունքում հասույթների ուղղությամբ տոտալ հասույթներն ուղղելու առումով տոտալ վերահսկվող անգլո-ամերիկյան ուժերի ազդեցությունների, ուրեմն այդ չգիտեմ էլ ոնց ասեմ, այդ երևույթի գերակայության դրսևորումը պիտի արդյունքում ավարտվի հենց նավթային պաշարի զավթմամբ, հենց Զանգեզուրի, հենց Սյունիքի ու Իրանի հպման մի փոքրիկ հատվածի, մի փոքրիկ սահմանի գրավմամբ, որպեսզի Իրանը չունենա հնարավորություն ստանալու համապատասխանաբար ռազմական օգնություն, ցամաքային ճանապարհով, մարդկային ռեսուրսներ եւ այլ զանազան տարատեսակ ընդհանուր միջև պարենային հազար ու մի աջակցություն, պաշարներ, օգնություն ցամաքային ճանապարհով եւ նրա համար, որպեսզի այդ տարածքը չկարողանա ինքնին նաև ունենալ ճանապարհով օգտվել այդ ճանապարհից, հատկապես էսկալացիայի շրջանում եւ որպեսզի այդ հատվածը օգտագործվի նաև հակաօդային պաշտպանական համակարգերի, բալիստիկ հրթիռների, տակտիկական զինատեսակների եւ ավիացիայի համար։ Պատահական չի ուշադրություն, որ Միացյալ Նահանգների յուրաքանչյուր նոր դիվանագիտական առաքելություն Հայաստանում, նոր դեսպան, նոր ռազմական կցորդ իրենց փորձագետների խմբով առաջին քայլերից մեկը, որ անում են, մեծ կազմով գնում են ուրեմն Սյունիք եւ ուսումնասիրում օրինակ Մեղրու օդանավակայանի հնարավորությունները, չափում գրունտի հաստությունը, ստուգում ավիացիայի տեղակայման եւ գործածության պոտենցիալը, ու այս ամենն ինչ ասում եմ, վավերագրված փաստեր են, որոնց դուք ինքներդ կարող եք տիրապետել ընդհանրապես ուսումնասիրելով հարցը։ Իրանի դեմ պատերազմը սկիզբ առավ։ Ոչ ավել ոչ պակաս զոհվել են ըստ էության հրամանատարական կազմի առանցքը հանդիսացող դեմքեր ընդհանուր միջև գլխավոր շտաբի պետ։ Ինչպեսի հարվածներ են հասցվել ինչ օբյեկտների նկատմամբ, այդ թվում միջուկային նշանակության, դրանից բխող հնարավոր դեռևս թաքցվող հետևանքներով հանդերձ, ելի կարող եք ստանալ տեղեկություններ ազատ աղբյուրներից։ Երբ կտեղափոխվի այդ գործողությունների թատերաբեմը Հայաստանի Հանրապետության հարավ, Սյունիք, Զանգեզուր, ճիշտ այն պահին, երբ որ Իրանը հնարավորություն չի ունենա դիմագրավելու այլ ուժերի գործողություններին, ինչպես սպառնում էր, ինչպես զգուշացնում էր, ավելի ճիշտ, հիշեք, ընդամենը վերջերս հայտարարություններից մեկը իրանցիների, որ նրանք կանխեցին Ադրբեջանի, Հայաստանի նկատմամբ ուրեմն պլանավորվող գործողությունները։ Ինչու, որպեսզի թույլ չտան սեփական սահմանի փոփոխություն։ Հենց այն պահին, երբ որ նրանք այլևս չեն կարողանա, կոպիտ ասած, երկրորդ ֆրոնտի դեմ, երկրորդ ֆրոնտում այլ հակառակորդի դեմ պայքարել, Ադրբեջանը կմտնի Սյունիք եւ կմտնի Նիկոլի թույլտվությամբ, Նիկոլի մասնակցությամբ, Նիկոլի անգլո-ամերիկյան սերժացին իշխանությունների ուղիղ ներգործությամբ, աջակցությամբ, պրովոկացիայով, թույլտվությամբ եւ աշխարհի համար լեգիտիմացնող առերևույթ ավանտյուրաներով։ Իսկ դրան մնացել է շատ քիչ։ Այն որ Իսրայելը, որն այսօր ռմբակոծում է Իրանի Իսլամական Հանրապետությունը,
հայտարարելով, որ սա այլևս երկարատև պատերազմ է, կարծում եմ հասկացող բոլոր, իսկ չհասկացող բոլոր մարդկանց համար նաև հեշտ ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ չի կարող տեղի ունենալ առանց նրանց, ովքեր Իսրայելին օժտել են միջուկային զինատեսակներով, առանց նրանց, ովքեր իրենց գերժամանակակից ռազմական հնարավորություններով օժտել են իսրայելական բանակը, ովքեր են դրանք, Միացյալ Նահանգները առաջին հերթին, Մեծ Բրիտանիան, հələ դեռ պարզ չի, հələ դեռ հարցական է, երկրորդ թե առաջին հերթին ինքնին։ Սա շատ ցավալի ու շատ տխուր իրավիճակ է։ Սա շատ ցավալի ու տխուր իրավիճակ է, որի հետևում կանգնած են միայն փողեր, մեծ փողեր, գլոբալ փողեր, համաշխարհային փողեր, մոլորակի մասշտաբով, նրանց համար, ովքեր պիտի զավթեն հերթական պաշարների եւ ամենաեական ամենախոշոր պաշարների հանգույցը մոլորակի վրա, որպեսզի ապահովեն իրենց արժութային, տնտեսական, հետևաբար նաեւ ռազմական, ռազմաքաղաքական եւ ներքին քաղաքական կայունությունը։ Ու ինչը շատ ավելի ցավալի է, նրանց համար, ովքեր սեփական, փոքր, խեղճ ու կրակ, ըստ էության դժվար կյանքով ապրող ժողովրդին կեղեքելով, լափելով, տաշելով, թալանելով, տարել են ինչ-որ միլիարդներ ու պահել են հենց նրանց ազդեցության տիրույթում, որի հետևանքով ստիպված են իրականացնել նրանց թելադրանքը ռեգիոնում, մեր երկրում եւ տանել ժողովրդին ուղիղ կոտորվելու հերթական ցեղասպանության, որն է սրա լուծումը, սրա դեմն առնելու միակ հնարավորությունը նորից ու նորից կրկին ընդգծում ու շեշտում եմ Հայաստանում արագ, չսպասված, սպոնտան իսկական իշխանափոխությունը, որի արդյունքում շատ արագ Հայաստանում որոշումների դաշտ, իշխանության կգան այնպիսի ուժեր, որոնք անմիջապես կփոխեն Ռուսաստան-Իրան վեկտորի նկատմամբ Հայաստանի վերաբերմունքը, կձևակերպեն սեփական անվտանգային կոնցեպտը այդ վեկտորի համատեքստում, որովհետև չկա ուրիշ տարբերակ, չկան ուրիշ պետություններ, որոնք տեղում ունեն աշխարհագրական, աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական ու տնտեսական հպում Հայաստանի շահերի հետ, բազմաթիվ հակադրություններով հանդերձ համադրություն ուրիշները ավելի մեծ, նույնիսկ մոտավորապես այդքան չունեն։ Հետևաբար ուզեք թե չուզեք, սիրեք նրանց թե չսիրեք, պիտի հաշվի առնեք, որ կամ մենք կլինենք այդ շահերի համատեքստում, այդ վեկտորի համատեքստում, մեր շահերով հանդերձ ու մեր պահանջներով հանդերձ, արժանապատիվ շահերով ու պահանջներով հանդերձ, կամ մենք չենք լինի ընդհանրապես, որովհետև չունենք այնպիսի պոտենցիալ գոնե մոտավորապես, որ դիմագրավենք, չընկնենք ոտատակ, ոչնչանալու աստիճանի բառի բուն իմաստով առմամբ։ Ինչպես կարող է տեղի ունենալ արագ իշխանափոխությունը, ինչպես կարող է Հայաստանում գալ արագ այնպիսի իշխանություն, որը կախված չէ British Petroleum-ի, անգլո-ամերիկյան խողովակի, նավթա-դոլարաֆունտային խողովակի ազդեցությունից։ Շատ պարզ, այն պիտի կապված չլինի ներքին քաղաքական համակարգի հետ։ Դա պիտի լինի իսկական ժողովրդական ալիք, եւ այդտեղ պիտի ներգրաված լինեն բացառապես այն մարդիկ, որոնք չունեն իշխանության գալու նկատում, որոնց համար կյանքից կարևոր է պահպանել Հայաստանի Հանրապետությունում սեփական ժողովրդի գոյության, ուրիշ բանի մասին հիմա խոսելը, կարծում եմ տեղին չի, ժամանակին չի, պահին չի։ Գոյության անհրաժեշտությունը, պահպանել այն, հնարավորությունը, փորձել կայունանալ եւ զարգացնել երկիրը կախված չլինելով արևմտյան փողային ազդեցությունից։ Իսկ նախադրյալ դրա համար կա 80-ից ավելի տոկոսանոց ագրեսիվ ատելություն այս իշխանությունների նկատմամբ, նրանց բերող նախկինների նկատմամբ եւ գործողությունների պատրաստ ժողովուրդ։ Մի մեծ նոր ահռելի թիմ վաղուց երկար ժամանակ չերևացող աշխատանք կատարելով պատրաստվում է ժողովրդին դիմել այդ առաջարկով։ Հենց հիմա
օրեր անց, շուտով օրեր անց տեղի կունենա առաջի հավաքը, առաջի գործողությունը, որը պիտի վերաճի մոտակա օրերի, շաբաթների ոչ ավել ընթացքում զանգվածային ալիքի։ Հենց հիմա։ Շուտով։ Ու դուք դրա մասին կիմանաք շատ կարճ ժամանակ անց։